հայրենիքը դարձրեցիք դեղին պլաստմասի զնաչոկ։ Ինչքան դպրոց է փակվելու Հայաստանում աշնանը։ Մեծամասնությունը չի սատարում այս իշխանության։ Այդ սատանի մայլեն քանդրբազություն անելը, այս իշխանությունը երևույթի տեղյակ չի, որ մի քանի 100 կիլոմետր մեր սահմանից ընկում պատերազմ է։ Չեք ստում։ Այս սուլտասաններ, արի ու մի ասա։ Դե դու տալիս ես, հա, տալի կրակի ինչ անի, ինքը տալիս ես, էլի։ Դուք աննորմալ չեք։ Ադրբեջանի դոկտրինի մեջ մեզ ոչնչացնելն է դրված։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, զրուցակիցս այսօր Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորության թեկնածու Արման Աբովյանն է։ Պարոն Աբովյան, ողջունում եմ ձեզ մեր տաղավարում։ Քանի որ այսօր հիմնական հուզող հարցերը Հայաստանի, ԵՄ-ի եւ Ռուսաստանի հետ հարաբերություններն են, սկսենք հենց այդ թեմաներից։ Մայիսի 28-ին եւ 29-ին տեղի ունենալու ԵԱՏՄ-ի գագաթնաժողովը, որին Հայաստանից վարչապետի մակարդակով մասնակցություն չի լինելու, բայց սրան զուգահեռ մենք տեսանք, որ մայիսի 4-ին եւ մայիսի 5-ին Հայաստանը բավականին ջերմությամբ ընդունեց եվրոպական 48 պատվիրակների, երկրների վարչապետի եւ նախագահների։ Ինչպես եք այսօր գնահատում Հայաստանի ԵՄ-ի հետ հարաբերությունները եւ ՌԴ-ի հետ հարաբերությունները եւ նաեւ Ռուսաստանից հնչվող հայտարարությունները, ինչի մասին են մեզ հուշում։ Անդրադարձ եղավ Մարիա Զախարովայի կողմից, եղավ Դիմիտրի Մեդվեդևի կողմից, Դիմիտրի Պեսկովի կողմից եւ այնուհետեւ նախագահի մակարդակով Վլադիմիր Պուտինը ասաց, որ Հայաստանը պետք է հստակ որոշում կայացնի, կամ մնում է ԵԱՏՄ-ում, կամ քաղաքակիրթ ձևով բաժանվում է եւ գնում է ԵՄ։ Խնդրեմ։ Շնորհակալություն հրավերի համար, տեսեք, ինչ վերաբերում է ԵՄ-ի գագաթնաժողովին։ Ըստ էության ունենք մի իրավիճակ, երբ որ իշխանությունը ունի ներքին լեգիտիմության խորքային կրիզիս, շատ խորքային կրիզիս ունի։ Այսինքն մենք վստահաբար կարող ենք ասել, չէ, որ Հայաստանի Հանրապետության մեծամասնությունը չի սատարում այս իշխանությանը։ Սա արդեն ակնհայտ է, սա ընդունում է նույնիսկ իշխանությունը։ Դե լավ 20-30% sense ասենք, հա, թիվը, չնայած ինքը եթե համագումարի մեջ վերցնենք ընդհանուր քաղաքական ուժերի մեջ ինքը իհարկե բավականին բարձր թիվ է, բայց դրա հետ մեկտեղ ինքը հարց չի լուծում, որովհետև այս իշխանությանը պետք է նվազագույնը մնալ իշխանության մոտ, հաշվի, իշխանությանը, դե լավ sense ասենք, հաշվի առնելով այն ըստ էության արարքները, գործողությունները, որոնք չգիտեմ, ես իրավաբան չեմ, բայց հենվելով իրավաբանների խոսքերի ուղղակի, չգիտեմ, օրենքի սահմանադրության խախտման, հա, այսենց կարելի անվերջ թվարկել, թե իրանք ինչ են արել։ Եվ այստեղ այդ փնտրտուկը ով իրենց կփրկի։ Այստեղ պետք է շատ հստակ հասկանալ, որ սա ոչ թե ԵՄ-ի գագաթնաժողով էր, սա էլ են սուտ ասում, սա ԵՄ-ի Եվրոմիության պետությունների ղեկավարների հերթական փորձն էր ձևավորել հակառուսական, հակաիրանական եւ հակաչինական, շատ կարեւոր է ընդգծել, պլացդարմ Հայաստանի Հանրապետության փոխարեն, ես իզուր չեմ ասում փոխարեն, որովհետեւ նույն ԵՄ-ն բավականին տոլերանտ է վերաբերվում նույն արևմտյան Ադրբեջան վիժվածքացին ադրբեջանական այդ կոնցեպտին, որի օրինակ իմիջիայց այս իշխանությունն էլ է բավականին տես նորմալ նայում այդ ամեն ինչին, որովհետև ես օրինակ սուր քննադատություն կամ սուր բացի անատամ ինչ-որ հայտարարություններից բան չեմ տես։ Հիմա տեսեք, ԵՄ-ն ինչ է անում։ ԵՄ-ն ասում է հետևելը, մենք քեզ բարոյահոգեբանական եւ ֆինանսական աջակցություն ենք տրամադրում, Հայաստան փոխարենը դու դառնում ես մսացում, այսինքն ներես քաշվում արևելք արևմուտք այդ մեծ պատերազմի մեջ կամ պայքարի մեջ, այսինքն այս գագաթնաժողովը դա Եվրոպայի մասին չէր եւ նույնիսկ սա կարելի է պնդել վստահաբար հաշվի առնելով այդ գագաթնաժողով կոչվածի վերջում հրապարակված փաստաթուղթը, որը բացի բարի կենացներից եւ հակաչինական, հակառուսական, մասամբ հակաիրանական երանգներից ուրիշ բան մեջը չէ պարունակում։ Այսինքն մենք իրավունք ունենք ենթադրելու, որ ԵՄ-ն փորձում է Հայաստանը օգտագործել իր շահերից, օգտագործել որպես հակառուսական տարածք։ Մենք ոչ թե իրավունք ունենք ենթադրել, մենք կարող ենք վստահաբար պնդել, հաշվի առնելով այն օդիոս դեմքերին, ովքեր եկել էին Մայա Սանդու, Զելենսկի եւ այլն։ Այսինքն այստեղ երբ որ սրանք խոսում են խաղաղության մասին, իրենք բացի թուրք-ադրբեջանական տանդեմի մուամիտակ տրնգի ապարելով եւ դա անվանելով խաղաղություն, ինչը խաղաղություն չի եւ նույնիսկ աղերս չունի խաղաղության,
հետ Եմեն ըստ էության նոր ճակատ է բացում, իսկ փոխարենը իբր արտաքին աջակցություն է տրամադրում այս իշխանություններին վերարտադրվելու համար։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ եւ Ռուսաստան։ Դուրս գալը։ Գիտեք, տեսեք, այս իշխանությունը փորձում է իբր, հա, այտենց քաղաքական շուստերություն անել, օգտվելով ԵԱՏՄ-ի բոլոր պրեֆերենցիաներից, այսինքն սկսած աշխատանքային շուկայից, մեր ապրանքների սպառումից, հա, այնտեղից գնելով է ժանգազ, ցորեն, պարենային մեր անվտանգության ամենակարևորը բաղադրիչները, այսինքն պահպանել տնտեսական իրավիճակը միջև այն պահը, գոնե միջև ընտրությունների վերջ։ Ռուսները ասում են ինչ, ռուսները ասում են՝ մի րոպե, ընկեր ջան, դու հրավիրում ես քու մոտ հակառուսական մի հավաք, որտեղ հայտարարում ես, որ քու նպատակն է գնալ դեպի մի աշխարհաքաղաքական կենտրոն, ում ռազմավարական նպատակն է Ռուսաստանը ոչնչացնել, ու մեր վրա, այսինքն Ռուսաստանի եւ ԵԱՏՄ փող աշխատել, այդ սատանի մայլեն քանդրբազություն անելը, այդ շուստերությունը, այս ժանագին, գիտեք, պրիմիտիվ շուստերությունը, ես ուղղակի ամոթի զգացում եմ ապրում, ես չգիտեմ, այս իշխանությունը ինչ դեմքով են առհասարակ իրենց գործընկերների հետ շփվում, բացի իհարկե Մակրոնի հետ այդ սրտիկներ, պաչիկներ, չգիտեմ ինչ, գիտեք, արդեն զզվելի է ուղղակի ֆիզիկապես քննարկել կամ սա քննադատական խոսք չի։ Սա այն իրականությունն է, մեզ ներ ենք հաշում արևելք-արևմուտք պատերազմի մեջ, ընդ որում այս իշխանությունը երևույթի տեղյակ չի, որ մի քանի 100 կիլոմետր մեր սահմանից ընկում պատերազմ է։ Դա, գիտեք, ես հոգեբան չեմ, հոգեբույժ չեմ, ես չեմ կարող աննորմալություն մեկնաբանել։ Կարող ենք ենթադրել, որ սա նախընտրական, քաղաքական այսպես պնդել, որովհետև ոչ ԵՄ ենք մտնում, ոչ Հայաստանը ԵՄ է գնում, ոչ ԵԱՏՄ-ից է դուրս գալիս, հապկում էլ սառեցրել է, ոչ այս կողմ, ոչ այն կողմ։ Տեսեք, ԵԱՏՄ-ի հետ կապված։ Եկեք մի գաղտնիք բացենք։ Ուրեմն եթե սրանց թվում է, հա, այս իշխանությանը թվում է, որ իրենք են որոշողները ԵԱՏՄ-ից դուրս են գալու, թե չէ այս փուլում, իրենք չարաչար սխալվում են։ ԵԱՏՄ-ն կարող է ընդունել որոշում, որ քանզի այս պետությունը, հա, ու ԵԱՏՄ անդամ պետությունը, Հայաստանը հրճակել է, որ ինքը գնում է դեպի այլ աշխարհաքաղաքական կենտրոն, ապա կասեն բարի ճանապարհ, հաջողություն, պրծավ։ Աշխատանքային շուկայի փակում, այսինքն 700,000 մարդ այնտեղ աշխատում է։ Սպառման շուկայի գյուղացին ինչ է ցանելու, դե լավ։ Այսինքն ավելի ուղիղ պարզունակ ասենք, գյուղացին այս տարի ինչ է ցանելու, եթե ինքը չգիտի, որ օրինակ չգիտեմ, Աշնանը կարող է շուկան իր դեմ փակվի։ Ասում են Թուրքիայի հետ ճանապարհները բացելու են, ամեն ինչ Թուրքիայից են գնելու։ Ուրեմն, քանզի այս մարդիկ ընդհանրապես տեղյակ չեն, ու հեգնում եմ, հեգնանքով եմ ասում։ Ուրեմն սրանք երկու բան են մոռանում, առաջինը ինչն ես գնելու, պամիդորն ես գնելու, վարունգն ես գնելու, գյուղմթերքն ես գնելու, ոչնչացնելով Հայաստանի գյուղատնտեսությունը, հա։ Հարց եմ տալի, երկրորդը, թե ձեզ թվում է, որ նույն Թուրքիան, օրինակ նույն գյուղատնտեսության առումով որպես իրականում աշխարհում առաջատար պետություն մեզանից ինչ որ բան առնելու, դե լավ, գազը որտեղից է շարժելու, Ադրբեջանն է տալու, որը չունի գազը ստեյության մեզ վաճառելու, որովհետև այո, միջև ինքը հիմա Ռուսաստանից ռևերսային գազը առնում, այսինքն ստացվելու է ինչ մենք առնելու ենք ռուսական գազը ադրբեջանական նացենկով եվրոպական գներով, դուք ապուշ չեք, ինչ եք դուրս տալի, ինչ եք խոսում։ Այս ժողովուրդը մերկ չի, ես իրականում եմ ասում, որ գցում եք Թուրքիա ու Ադրբեջանցու բերանը, ասեմ ձեզ ավելին։ Եվրոպան բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա անցնում է թուրքական դռներով։ Իսկ թուրքական դռներով ճանապարհը մեզ միշտ անում է Դերձորի անապատը։ Եվ ամենակարևորը, ոչ Եվրոպան, ոչ Արևմուտքը երբեք չի ընդդիմացել Ադրբեջանի ծավալապաշտական քայլերին Հայաստանի հանդեպ, ասեմ ավելին, Եվրոպային միևնույն է այս տարածքը, մեր հայրենիքը ինչպես կկոչվի, Հայաստան թե Արևմտյան Ադրբեջան, Եվրոպայի համար կարևոր է այս գլոբալ հակամարտության ներքո ձևավորել ալտերնատիվ լոգիստիկ ուղի, եւ այստեղ Եվրոպայի, Թուրքիայի եւ Ադրբեջանի
նպատակները համընկնում են, իզուր չէ որ Հայաստանից հետո այցից հերթով սա թռան Բաքու, հասկանում եք, սա իհարկե չեն ասում, այն որ եվրոպացիները խնդիր ունեն ձևավորել ալտերնատիվ լոգիստիկ ուղիներ, խնդիր ունեն ձևավորել հակառուսական պլացդարմ, այդ ամեն ինչ հասկան, այդ իրանց դե լավ սենց շահերից է բխում, ընդ որում սա էլ է շատ կարևոր ընդգծել, Եվրոպան մեզ թշնամի չի, մենք սա պետք է հասկանանք, Եվրոպան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, իրանք տեղավորվում են այն տեսլականի ներքո, որը այս իշխանությունը ձևավորում է, իսկ այս իշխանության ձևավորման տեսլականը երկու հիմնական դրույթ ունի։ Բայց նաև հստակ ասում են, որ ԵՄ-ի անդամակցությունը այս պահին փակ է։ Չբացի այս պահին ընդհանրապես փակ է, շատ մաս պատճառով մոռացել են, որ 22-23 թվականներին, այլ չեն մոռացել, չեն ասում ժողովրդին, ժողովուրդ ջան, 2020 թվականից ի վեր Եվրոպան բազմաթիվ անգամ հայտարարել է, որ վերջ փակ է Եվրամիության անդամակցելու պատմությունը։ Մաքսիմում ինչ կարող ենք ստանալ դա վիզաների ազատականացում, բայց վիզաների ազատականացումը չի նշանակում, որ պայմանական Արմենը, Վազգենը, Խաչատուրը, Արմանը կամ մեկ այլ մեր շատ սիրված հարգված համակարգացին կարող գնա Բերլին ասֆալտ փռի օրինակ կամ Վիեննայում շինարարություն անի։ Մենք ունենք մարզեր, ովքեր ԵԱՏՄ-ի շրջանակում այդ աշխատուժի փոփոխության, փոխանակման, ընթացքում ըստ էության ապահովում են Հայաստանի Հանրապետության բյուջեի եւ իրենց ընտանիքների բարեկեցությունը։ Այդ մարդկանց ինչ է կանելու։ Ինչ եք խափում մարդկանց, ինչ եք ստում, այս սուտասաններ, արի ու մի ասա, ինչ եք ստում, առավոտից իրիկուն ստում են, իմիջած ստի մասին, սրանք մի հատ թազա բան են հորինը, ասում է, օրինակ, ադրբեջանցիների բնակեցնելու թեման, ասում է, դա ընդդիմությունն է հորինը, ուրեմն ձեր Ազիզ Հալալ Ախպեր Ալիևն է, ձեզ հրահանգ իջեցրել, Ժորժ ջան, խնդրում եմ, մտեք ստուգեք, ինչ ասում եմ, հիմա որ ասում ոչ մեկին հավատալ պետք չի, դրա համար անպայման մտեք ստուգեք ես ինչ ասում։ Ասում են հետ նայեք վերջի անգամ երբ է Ալիևը այդ մասին խոսել։ Դեկտեմբերի 5-ին 2025 թվականի Ֆրանս 24-ի հաղորդակցություն։ Ապուշ են, չէ՞, դե գիտեն մարդիկ չեն բանանի, էլի, չեն տենց խորանա, ես ապուշ ասում եմ այն մարդկանց, ոչ մի պարագայում ոչ մեկին չվիրավորելով, ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն, այն քարոզչա մեքենան, ապուշ քարոզչա մեքենան, որը փորձում է մեզ բոլորիս խաբել։ Սա կրկնեմ չի վերաբերում ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը, ես վիրավորանքների չեմ ասում երբեք, բայց այդ ապուշ քարոզչա մեքենան մեղադրելով ընդդիմությանը այդ նարատիվներ առաջ բրթելով մոռանում է, որ Ժորժ ջան, հիշեք դեկտեմբերի 5-ին 2025 թվականին եվրոպական մամուլին տրված իր հարցազրույցում Իլհամ Ալիևը ուղիղ հրահանգ է իջացրել այս իշխանությանը, պահանջելով, որ իշխանությունը տրամադրի իրեն ժամանակացույցը եւ գրաֆիկը եւ վայրերը, որտեղ ինքը բնակեցնելու ադրբեջանցիներին։ Սրա մասին իշխանությունը չի խոսում, դա դե խոսալու բան չունի, շեֆը հրահանգը իջացրել է, պետք է անեն, բայց նույն Ադրբեջանը, գիտեք ինչի է հիմա լրությունը, նույն Ադրբեջանը եւ Թուրքիան ուղիղ սատարում են այս իշխանությանը, օրինակ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը բացայբաց սատարում է այս իշխանությանը։ Ադրբեջանի սատարումը ինքը հաշվի առնելով Կատարի կենթանական նույնիսկ հակահայկականությունը Ադրբեջանում տիրող Ալիևը ավելի խորամանկ է գործում, ինքը հիմա այդ թեման չի խոսում, ինքը հիմնականում այդ ցորեն են ուղարկում, իրանք տրանզիտ են արժիշտ բաց իրենց ճանապարհը, ընդ որում այդ նույն ցորենը Ռուսաստանի տարածքով է գալի, դա էլ իմացեք։ Իսկն եթե Ռուսաստանի հետ վատացանք, այդ տրանզիտն էլ չի բանանի։ Երբ որ մենք տեսնում ենք այն իրավիճակը, որը ըստ էության ձևավորում է Ադրբեջանը եւ այս իշխանությունը, հասկանում ես, որ ձեռը տված աշխատում է ներքուսով։ Եվ այո, Ադրբեջանի համար կենսական նշանակություն ունի այս իշխանության վերարտադրությունը։ Այսինքն այլ կերպ ասած, Արևմտյան Ադրբեջանի կոնցեպտի իրականացումը, ադրբեջանցիների բնակեցումը, Հայաստանի Հանրապետության կամ փուլային կամ շատ շուտ օկուպացիան կամ կոլոբրանտ բարբառեր եմ ասում, իշխանության ձևավորումը իրենց համար շատ կարևոր է, որովհետև միայն այդ պարագայում իրեն կարող են վերջնականապես լուծել իրենց արժև դրված աշխարհակահաղական խնդիրը։ Դրա մասին իշխանությունը չի խոսում, ասում են դպրոց ենք կառուցում։ Եղավ, իսկ ինչքան դե լավ, էս էլ ասենք, իսկ աշնանը ինչքան դպրոց եք փակելու։ Մի հատ էլ եկեք ժողովրդին ասեք։
Ինչքան դպրոց է փակվելու Հայաստանում աշնանը։ Մի հատ անպայման սա կհնչեցնենք։ Եվ երկրորդը, իսկ շարունակվելու է ապահովագրությունը, օրինակ բժշկական պարտադիր ապահովագրությունը այն տեսքով, որով ինքը կա հունիսի 7-ից։ Խնդրում եմ, էլի մի հատ դուրս եկեք, էդ էլ մի հատ ժողովրդին պարզաբանեք։ Գիտեք, երբեք չենք ուզում ու չեմ ուզում մարդկանց, հա, տենց ինչ-որ ինֆորմացիա տամ, որը կարող է տագնապ առաջացնի։ Այն ինչ ես ասում եմ, դա ես չեմ ասում, դա այն իրականությունն է, Ժորժ ջան, որը մեր աչքի դեմից փորձում են փախցնել։ Եվ ի վերջո, որքանով մենք կարող ենք վստահել մի պետությանը, խոսքը Ադրբեջանի մասին, ահա, սա ես շարունակում եմ այն միտքը, որ Ադրբեջանը Հայաստանի երաշխավորն է խաղաղության, որի կոնցեպտի մեջ մտած է Հայաստանի Հանրապետության ապամոնտաժումը, դոկտրին է դա։ Նույնիսկ այդ դոկտրինը ապացուցեց Ալիևը մի 4 օր առաջ հանդես էր եկել մի հայտարարություն, որ դե աշպրծավ, մենք ոչ մի պահանջ չունենք Հայաստանին եւ այլն, դե դա սատարում է իշխանությանը, զուգահեռաբար մեզ անվանելով հիվանդ, պսիխոպատ, աննորմալ հասարակություն։ Եվ առաջ տանելով բոլոր այն նարատիվները, որի մասին խոսացինք, արևմտյան Ադրբեջան, ադրբեջանցիների բնակեցում եւ այլն։ Եվ երկրորդը, ի վերջո, ինչով է գալիս իշխանություն։ Նկատել եք իրենց ամենակարևոր նարատիվը։ Ինքը գալիս է շանտաժով։ Քիչ շանտաժ անում, ասում է, ես չլինեմ, պատերազմա լինելու։ Ինքը չի ասում Թուրքն է գալու, ինքը չի ասում արևմտյան Ադրբեջանը ձևավորելու, ինքը ասում է պատերազմա լինելու։ Դուք ամեն ինչ անում եք, որ պատերազմը լինի։ Բայց ասում է, ես գալիս եմ, որ խաղաղությունը հաստատվի։ Ժորժ ջան, խաղաղությունը այս իշխանության տեսլականի ներքո, հա, ճակերտներում, ինքը խաղաղություն է արևմտյան Ադրբեջանի համար։ Համաձայն եք արևմտյան Ադրբեջանի ներքո խաղաղ ապրել։ Ոչ բնականաբար, որովհետև չեք ապրի խաղաղ արևմտյան Ադրբեջանի ներքո եւ Արցախի ճակատագիրը թող ոչ ոք չկասկածի, որ կապ չունի, հա, այս պարագայում Արցախ թե Հայաստան, եթե ադրբեջանցին հասավ իր ուզածին, իսկ այս իշխանությունը անում է ամեն ինչ, որ ադրբեջանցին հասնի իր ուզածին, որովհետև ինքը տեսնում է իրեն այդ ադրբեջանական ծիրում, թուրքական եւ ադրբեջանական։ Ես ասեմ ավելին, չզարմանաք, վաղը սրանք ելնեն ասեն, որ խաղաղություն են բերել Ղարաբաղ։ Ինչ Արցախը վախում են, չէ՞ սրանք ասեն։ Ղարաբաղ, որ տեսեք Ղարաբաղում բանը խաղաղությունն է եւ Արցախի խաղաղության մոդելն են սրանք, որ Արարատի Տիրիգուն ճղում են իրանց, որ դե սահմանին չեն կրակում, Արցախում էլ չեն կրակում։ Հայկա Արցախում։ Դա իրանց խաղաղության մոդելը։ Պարոն Աբովյան, Բարգավաճ Հայաստանը համապետական ընտրություններին մասնակցելով եւ վստահաբար գնում է առավել շատ հակված է գնալու իշխանության։ Այո։ Եվ այս պարագայում իշխանություն լինելու պարագայում դուք ինչպես եք բալանսավորելու ԵՄ, Արևմուտք եւ ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ։ Ինչպես եք շարունակելու խաղաղության գործընթացը։ Շատ բարձ։ Որ պատերազմ չբերեք։ Տեսեք, նախ չկա խաղաղության գործընթաց հիմա։ Կա Հայաստանի Հանրապետության կեղեքելու եւ ըստ էության շանտաժի ներքո Ադրբեջանի նախապայմանները կատարելու փոխարենը առայժմ չկրակելու, հա, փոխարեն։ Մեր կոնցեպտը հետեւյալն է։ Եվ շատ բարձ, եւ որի դեմ իմիջիալոց իշխանությունը կռիվ է տալի։ Դա երաշխավորված խաղաղություն է։ Ինչ է նշանակում երաշխավորված խաղաղություն։ Երաշխավորված խաղաղությունը նշանակում է ինքը առասարակ շատ մի մեծ ճարտարապետություն է, որը քաղաքական, հա, ճարտարապետություն է, որը ենթադրում է երաշխիքների ինստիտուտի եւ երաշխավորների ինստիտուտի եւ ներքին երաշխիքների ինստիտուտի ձևավորում, որի պարագայում նույն Ադրբեջանը կամ Թուրքիան օրինակ չեն կարող հավակնեն Հայաստանի Հանրապետության տարածքին անվանելով մեզ Արևմտյան Ադրբեջան։ Ինչպես է դա արվում։ Նվազագույնը այս իշխանությունը ինչ անում։ Ինքը Հայաստանի շահերը ստորադասել է Թուրքիայի, Ադրբեջանի, Եվրոպայի բոլոր խաղացողների շահերի։ Մենք հակառակն ենք ասում ենք առաջնայինը պետք է լինի մեր շահերի, ոչ թե առաջ մղումը, այլ որպես առաջնային ուղենիշ նույն Եվրոպայի, Ռուսաստանի հետ
կամ ԱՄՆ-ի կամ Իրանի, հա նույն Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բանակցելիս եւ ձևավորելիս որոշակի մի ճարտարապետություն, որը երաշխիքներ է բերելու, այսինքն ինչ պետք է լինի, որ Ադրբեջանը չկրակի, հա, կամ ինչ պետք է լինի, երկու տարբերակ է, կամ տալիս ես ամեն ինչ, ինչպես դրա համար Ադրբեջանը չի կրակում, դե դու տալիս ես, հա, տալի կրակի ինչ անի, ինքը տալիս ես, էլի։ Եվ երկրորդը, որ դու պայման ես ստեղծում, որ ինքը չի կարա կրակի, որովհետև վստահաբար կպատժվի։ Արձագանք ստանալու։ Միանշանակ, եւ սա է երաշխավորված խաղաղությունը, ինչի են դեմ երաշխավորված խաղաղության այս իշխանությունը։ Հարց եմ տալի, ինչի են դեմ։ Կարծես թե իրանք չէ պետք է առաջինը դուս գային ասային ախպեր, պետք է այս խաղաղությունը լինի երաշխավորված։ Դուս են գալի այնպիսի շիրշակից ցածր բաներ են խոսում, Ադրբեջանն է երաշխավորը խաղաղության։ Դուք աննորմալ չեք։ Ադրբեջանի դոկտրինի մեջ մեզ ոչնչացնելն է դրված։ Այսինքն ոնց որ մարդասպանը երաշխավորա իր զոհի անվտանգությանը։ Դուք հասկանում եք ինչ եք խոսում։ Ինքը կարող է գեղեցիկ ահնչում, բայց դա այդպես չի աշխատում։ Ավելի պարզ ասենք։ Վաղը ստորագրեցին ինչ-որ մի փաստաթուղթ։ Աշխարհի ամենալավ խաղաղության փաստաթուղթը ստորագրեցին։ Ադրբեջանը առավոտ Ալիևը տրամադրությունը լավ չի, արթնացավ։ Ինչ-որ մի նոր պահանջ դրեց, ասաց թե չէ կռիվ եմ անելու։ Ճղեց այդ թուղթը գցեց մի կողմ, ինչ է կանելու։ Ինչ է կանելու, հարց եմ տալի, ինչ է կանելու։ Իշխանություն ձեզ եմ ասում, ինչ է կանելու։ Գույնս գույն կեպկեն հագնելու եք դեղին պլաստմասի զնաչոկով, ավեն հայրենիքը դարձրեցիք դեղին պլաստմասի զնաչոկ։ Վրեկները կապցրած դուս եք գալու դու ժողովրդին, ասեք կներեք ժողովուրդ չստացվեց։ Ամեն անգամ արհավիրքը բերում են դուս են գալի, ասում են կներեք ժողովուրդ չստացվեց։ Մանկապարտեզ ասա թե պետությունը, ինչ եք դարձրել պետությունը։ Եվ պետությունը ձեր դեղին զնաչոկը չի։ Պետությունը միջազգայինորեն ամրագրված սահմանների ներքո տարածքն է, որտեղ թուրքը ադրբեջանցի նստած է նույն ջերմուկի գլխին։ Գիտեք ինչ են ասում, ջերմուկ տուրիստը չի գնում, նրանից որ ընդդիմությունը դա ինչ-որ բաներ է խոսում։ Հա, այսինքն ադրբեջանցում բերեք նստացնեք ջերմուկի գլխին, որ գնդացիներն այն ջերմուկցիների տները, հա, նույն այդ տուրիստի վրա գնդացինը, տենա դա դեր չի խաղում, այլ դեր է խաղում, որ ասում են թուրքը թե մեր ասելով է, հա, տես թուրքը, մարդիկ չգիտեն, որ թուրքը նստել է ջերմուկի գլխին, ինչ եք դուս տալի։ Պարոն Աբովյան, անդրադառնանք նաև Արցախի հարցին։ Դուք Արցախի հարցի վերաբերյալ ինչ լուծումներ ունեք եւ նաև նշեմ, որ արցախայության հետ շփումների ժամանակ նրանք նշում են, որ այո, Գագիկ Ծառուկյանը այն ուժերից մեկն է, որ արցախայության հարցը տակ է պահում։ Խոսում է իր քարոզարշավի ժամանակ, խոսում է, բարձրաձայնում է արցախցիների հարցը։ Դուք ինչ լուծումներ եք անդրադառնում։ Վերադարձը ինչպես է կազմակերպելու։ Հայաստանի Հանրապետությունը երբեք տարածքային պահանջ չի ունեցել Ադրբեջանի հանդեպ, հիշեք սա ժողովուրդ, երբեք պաշտոնապես, ոչ պաշտոնապես, ոչ մի ձեւ Հայաստանը չի հավակնել Արցախին։ Հասկանում եք։ Երբեք դուք չեք գտնի գետ մեկ փաստաթուղթ, որտեղ Հայաստանը դուրս է գալու, ասում Արցախը Հայաստանի, չգիտեմ, պետք է մտնի Հայաստանի կազմ։ Հայաստանը միշտ եղել է երաշխավոր, մինչև սրանց գալը, հա, երաշխավոր Արցախի գոյության, որպես մեր հայրենիքի մի մասնիկ, որովհետև սրանք հայրենիք պետությունը փորձում են միացնել ժողովուրդ հայրենիքը ավելի ծավալուն բան է, եւ դա չի նշանակում ոչ մի պարագայում, որ դու ինչ-որ հավակնություններ ունես ուրիշի տարածքին։ Այս հարցը հանում ենք, մենք չենք հավակնում ոչ մեկի տարածքին, մենք հավակնում ենք միայն ու միայն, որ կեղեքված, սպանված, գնդացիների կրակոցների ներքո երեխեքին մորթելով, որ այդ մարդկանց մեր հայրենիքի մի մասից հանեցին։ Հիմա վերադարձի հարցը ոչ մի պարագայում մի կապեք, սա թուրքական խաղն է, որը նաև իշխանությունն է խաղում, ադրբեջանցիների բնակեցնելու եւ արցախցիներին Արցախ տանելու։ Միջալս իրենք տարանջատ պրոցեսներ են։ Տեսեք, այս իշխանությունը ինչքան ավելի շատ գոռում է, որ արցախցիների վերադարձի հարցը իրենք չեն քննարկել, այդքան ավելի շատ ավելանում ադրբեջանցիների բնակեցնելու հարցը ստե։ Այսինքն հակառակ պրոցես է։ Գոյություն ունեն բազմաթիվ հենց նույն երաշխավորված խաղաղության կոնցեպտի մեջ դա հստակ ընդգրկված է։ Գոյություն ունեն միջազգային մեխանիզմներ,
նվազագույնը հումանիտար մեխանիզմներ, որոնց կիրառելիության պարագայում հնարավոր է հասնել այս հարցի լուծմանը առանց վտանգ գեներացնելու Հայաստանի Հանրապետության համար։ Ժողովուրդ ջան, ինքը էլեմենտար բան է, էլեմենտար ես նկատի ունեմ ոչ թե իրականացման գործ, այլ մեխանիզմը։ Բազմաթիվ օրինակներ կան, վախացնում են։ Եվ գիտեք, ես ուղղակի ապշում եմ, երբ որ տեսնում եմ, թե կան մարդիկ, ովքեր ծափարում են մի ուժին, որը Արցախը ըստ էության հանձնեց, որը արդարացնում է Արցախում եկեղեցիների ոչնչացումը, սրանցից մեկն էր, չէ՞, չեմ հիշում ով էր падգամավորներից, դուս եկավ ասում է, դե էդի որ ասում է Ստեփանակերտում բանը ոչնչացրել են եկեղեցին, դա նոր շինություն է։ Հասմիկ Հակոբյանն էր եւ ԿՊԵ-ական նախարար Արսեն Թորոսյանը։ Ուրեմն Թորոսյանին ու Հակոբյանին հարց եմ տալի, բա կանաչ ժամը հո նոր սարքը, դուք հասկանում եք ինչ եք խոսում։ Չնայած գիտեք, մի կողմից էլ որ խոսում են, թող ինչքան կարակ խոսացեք, թող ժողովուրդը շատ լավ ընկալի, տեսնի ու ծանր ու թեթևանի, թե ով է իրականում հայկական community, Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերը պաշտպանում։ Ժողովուրդ ջան, ես հասկանում եմ, ձեր վիճակը ծանր է։ Շատ ծանր է իրականում, որովհետեւ դուք կարող եք դնել ժողովրդին ինչ որ բաներ պատմեք, խափեք, ասեք լուրջ դեմքով, տես բան, շատ համոզիչ, բայց այդ որ գիշերը տունը մենակ մնում եք, չէ՞, որ պարկում եք քնելու։ Դուք գիտեք, չէ՞, դուք ինչ եք արել։ Շատ լավ հասկանում եք, դրա համար ստիպված եք խոսել, բայց այդ խոսելն էլ ունի չափ ու սահման։ Ինչ է նշանակում նոր շինություններ։ Արդեն մարդու գլխի մեջ չի տեղավորվում։ Պարոն Աբովյան, Բարգավաճ Հայաստանը մասնակցելով ընտրություններին առայժմ չի ներկայացրել իր վարչապետի թեկնածուն ով է լինելու։ Գագիկ Ծառուկյանը բազմիցս նշել է, որ ինքը չի ցանկանում վարչապետ լինել։ Կարծում եմ այսքան հերքելուց հետո մենք այլ պատկեր չենք ստանալու։ Ուստի ով է լինելու ձեր վարչապետի թեկնածուն։ Դուք եք լինելու, Անդրանիկ Թևանյանն է լինելու, Լուիզա Սարգսյանն է լինելու, Սուրեն Սուրենյանցն է լինելու, ով է ձեր վարչապետի թեկնածուն։ Պարոն Ծառուկյանի խոսքերին ավելացնելու ըստ էության բան չկա։ Ես հասկանում եմ, որ շատ կարևոր է, հա, այս ամենը, բայց հավատացում եմ ձեզ, մենք ինտրիգ չենք ձգում։ Իսկ ինչու չեք ներկայացնում Շատ բարձ պատճառով։ Քոչարյանն Չէ, շատ բարձ պատճառով։ Իշխանությունը գլուխը պատով է տալի, չգիտեմ, իշխանության խոսքերին մենք հիմա ինչ որ բաներ հավատում ենք, մտածում ենք, ստե ասում եք տարբեր տեխնացուներ են ասում, տարբեր մեր կողմից ինչ որ արտահայտած մտքերը փորձում են աղավաղեն եւ էս անեն, են անեն։ Ժորժ ջան, ուրեմն իշխանության ասածին չենք հենվում։ Մոռացանք, իշխանությունը քաղաքական պայքարի մեջ է, ինչ ասես դուրս չի տա հիմա։ Ինչ ասես։ Ինչ վերաբերում է մեր տեխնացուին, ես մեջբերում եմ իմ քաղաքական ղեկավարի, իմ կուսակցության լիդերի, իմ ավակ ընկերոջ խոսքերը։ Մենք ունենք տեխնացուներ։ Այո, ունենք։ Տեխնացուների քննարկումը շարունակվում է։ Անուններ չենք հնչեցնում, մարդկանց ուդարի տակ չդնենք։ Ոչ մի պարագայում հաշվի առնելով, որ ինչա կատարում երկրում, մենք հիմա չենք ուզում մարդկանց ուդարի տակ մտցնենք։ Կգա ժամանակը, իսկ այդ ժամանակը վստահաբար գալու է, չէ՞։ Եվ մենք հնչեցնենք մեր վարչապետի տեխնացուի անունը, որը վստահաբար լինելու է ապագայի վարչապետ եւ որը հարգանք, ինչ ոչ սեր եւ եւս մեկ անգամ հարգանք վայելող անձնավորությունը լինելու։ Այս պահին դաշտում առաջատար են, ընդդիմադիր ուժերից առաջատար են ձեր ուժը, Ուժեղ Հայաստանը եւ Հայաստան Դաշինքը։ Եթե հունիսի 7-ին որևէ ուժ իշխանությունը եւս չհատի 50+-ի սահմանը, դուք որ պատրաստ եք Ուժեղ Հայաստանի եւ Հայաստան Դաշինքի հետ կոալիցիա կազմելու։ Տեսեք, յուրաքանչյուր, տեսեք, ես եթեներով չեմ խոսում, շատ բարձ պատճառով, երբ որ մենք փորձում ենք հիմա, հա, կապ չունի Բարգավաճ Հայաստան, Հայաստան Դաշինք, թե Ուժեղ Հայաստան, հա, ընդհանրապես կապ չունի, որ ուժի մասին ենք խոսում, թեպետ բոլորին էլ շատ մեծ հարգանքով ենք վերաբերվում եւ այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել։ Մենք քաղաքական դաշտում միշտ առաջնորդվել ենք քաղաքական խոսույթի եւ միմյանց հարգանքի, փոխադարձ հարգանքի սկզբունքի վրա։ Բայց
Տեսեք, ի սկզբանե, երբ որ այս հարցը հնչում է, որը իրականում լեգիտիմ հարց է, բայց այնուամենայնիվ ինքը դնում է ինձ որպես քաղաքական ուժ ներկայացնող անձի շատ ծանր վիճակում, գիտեք ինչի համար։ Մեզ ոնց որ ասում են, դուք արդեն այն գլխից պարտված եք, դուք չեք մտածում, որ դուք երբ պարտվեք, ում հետ ինչ եք միանա, այ ժողովուրդ ջան։ Մենք գնում ենք դեպի հաղթանակ։ Մեր հիմնական նպատակը ձևավորել այն քաղաքական, համակարգը, որը կիրականացնի առաջարկ Հայաստանի կոնցեպտը, եթե մենք այս գլխից սկսում ենք քննարկել ով միանալու ինչ անելու, ասում եք ինքը արդեն իսկ հոգեբանորեն մարդկանց մեջ դնում է մի sense ոնց որ պատետել է միջալոտ իշխանության կողմից տարենգի ապարելու ձևը, որ տենց ինչ որ ով հետ ինչ կմիանա ոնց կան։ Հետընտրական process-ը ինչպես եք պատկերացնում եւ ընդդիմության հաղթանակի պարագայում եւ իշխանության հաղթանակի պարագայում։ Կարող եմ կրկնել եւս մեկ անգամ մեջբերեմ պարոն Ծառուկյանին, իշխանության հետ վստահաբար մենք ոչ մի բան չենք կազմելու, սա միանշանակ, այս հարցը մեջտեղից անում ենք։ Շարժում սկսվի։ Տեսեք, հիմա այս պարագայում եթեներով եկեք չխոսենք։ Մենք գիտենք մի բան, որ յուրաքանչյուր դեպքում հետ ընտրական գործընթացները պետք է լինեն երկու հիմնական բաղադրիչի վրա հենված։ Իրենք չպետք է վնասեն, վտանգեն Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդի անվտանգությանը, հայ ժողովրդի կիղձերի իրականացմանը եւ երկրորդը ոչ ոք, ով ուզում է լինի, ընդդիմություն կլինի, թե իշխանություն կլինի, մտկով էլ չանցնի, որ փորձեն ժողովրդի քվեն գողանան, կամ ժողովրդի քվեն իրենց օգտին ֆրցնեն։ Կապ չունի, ով ուզում է լինի, ով փորձեց ընտրություններին խաղեր տալ, իմացեք առաջին թշնամին հենց ինքն է։ Տեսեք, չեմ ասում իշխանություն, ընդդիմություն, ընդհանրապես, դե պարզ ընդդիմությանը ձեռ չի տալ, ընդդիմությունը առաջնային հետաքրքրված է, որ մաքուր եւ պարզ ազնիվ ընտրություններ անցնեն, որտեղ շանս չունի այս իշխանությունը այդ պարագայում։ Բայց եթե ինչ-որ մեկի հիվանդագին մտկով անցնի խաղեր տալ, դա շատ վատ է անդրադառնալու բոլորիս վրա, որոնք կապ չունի իշխանամետ, ընդդիմադիր, ժողովրդի մասին է խոսքը գնում։ Ժորժ ջան, մեծ ասենց մենք դե լավ թշնամիների համար մեր երկրի միևնույն է դու Նիկոլ ես սատարում, Ծառուկյան ես սատարում, Քոչարյան ես սատարում, Սամվել Կարապետյան ես սատարում, Թաթոյան, չգիտեմ, Մարությանն, բայց հերթով սաղին չասեն։ Իրան մեկ է, այդ Բայրակթարի ռումբը որ ընկնում է, ինքը չի նայում դու որ քաղաքական ուժին ես սատարում։ Իսկ որ Բայրակթարի ռումբը չընկնի, պետք է մաքսիմալ ազնիվ, պարզ եւ թափանցիկ անցնեն այս ընտրությունները։ Եվ իհարկե, որ լինի երաշխավորված խաղաղություն։ Եվ վերջում խնդրեմ ամփոփ ներկայացրեք, թե Բարգավաճ Հայաստանը ինչ է առաջարկում քաղաքացիներին, որոնք են ձեր հիմնական առանցքային գաղափարները, նպատակները։ Ինչպես ասացի, երաշխավորված խաղաղության կոնցեպտը, որովհետև տնտեսությունը որքան էլ մենք տնտեսություն, սոցիալական բլոկ եւ այլն խոսենք, եթե չկա խաղաղություն, չկա ոչ մի բան, իսկ հիմա չկա խաղաղություն։ Այն գույնս գույն, չգիտեմ, կոնցեպտները, որ բերում են առաջ, խաղաղություն եք բերել, ինչ եք բերել դուք, խաղաղություն եք բերել, արհավիրք եք բերել, խայտարակություն եք բերել, ամոթանք եք բերել։ Մայիս ամիսը հիմա, մայիս ամիսը մեր հաղթանակների ամիսն է։ Մեր հաղթանակները գողացակ կողեցիկ Թուրքի բոխախը։ Մենակ մի տոն չեն կարողացել, երևի մոռացել են, վերջի զանգն է։ Երեխեքի միջալը շնորհավորում եմ, երեխեք ջան, վերջի զանգը եւ այո, վերջի զանգը լինելու է մեր վերածննդի։ Ես հավատում եմ դրան։ Վերածննդի, մեր պատվի վերականգնման, մեր իրականում Բարգավաճ Հայաստանը, կուսակցության չես, Բարգավաճող Հայաստան, հա, ձևավորելու, այո, առաջի զանգն է լինելու։ Այդ վերջի զանգը երեխեքի, ասենց ասենք, վերականգնող Հայաստանի առաջի զանգն է լինելու։ Հուսանք, պարոն Աբովյան, շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցակիցս Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորության թեկնածու Արման Աբովյանն էր։